մենք շատ ենք խոսել նրա մասին, որ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից տրված եզրակացությունները եզրափակիչ մասը պետք է հրապարակվի, ասեմ մենք բավականին երկար ենք այս քննարկումներն ունեցել, իրականում խնդիրը առաջացել էր այից հետո, երբ մենք արձանագրել ենք, որ բացասական եզրակացության առկայության պարագայում մեծ քանակի նշանակումներ են տեղի ունեցել տարբեր մարմիններում եւ որպեսզի այս քննարկումները եւ մանիպուլյացիոն դաշտը վերացվի, մենք առաջնորդվում ենք հետեւյալ սկզբունքով. բարեվարկության վերաբերյալ եզրակացության եզրափակիչ մասը ենթակա է հրապարակման եւ այլևս քաղաքական մարմնի, խոսքը մասնավորապես ազգային ժողովի, այլևս համապատասխան անկախ կամ ինքնավար մարմնի, խոսքը դատական իշխանության, դատախազության, քննչական մարմիններին է վերաբերում, անձնական պատասխանատվության ներքո է գտնվում բացասական եզրակացության անձին պաշտոնի նշանակելու հարցը։ Իհարկե, մենք պետք է արձանագրենք, որ այս նախագծով կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի խորհրդատվական եզրակացությունը շարունակում է մնալ խորհրդատվական, այն չի կարող կանխորոշիչ նշանակություն ունենալ որևիցե պետական մարմնի համար, որը իր սահմանադրական լիազորությունների շրջանակներում անձանց նշանակում է պաշտոնների, միաժամանակ նաև հրապարակայնորեն սրա մասին պետք է ասել, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից եւս պահանջվում է եզրակացությունների այնպիսի որակ ապահովել, որպեսզի դեպքերը, որոնք կարող են առաջացնել տարակարծություններ, տարանբռնումներ եւ այլն վերանան։ Մենք ցավոք նախկինում ունեցել ենք որոշակի շատ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ձևավորման սկզբնական փուլում ունեցել ենք որոշակի դեպքեր, երբ ըստ էության դիրքորոշումները նշանակող մարմնի կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կիսվել են, տարբեր մոտեցումներ են եղել, այդուհանդերձ նշանակումները կատարվել են օրենքով սահմանված կարգով, հաշվի առնելով նաև կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացության առկայությունը եւ պետք է հուսանք, որ հետագայում նման դեպքեր երկուստեք չեն գրանցվի, այսինքն մենք պետք է ունենանք իրավիճակ, երբ որ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը տալիս է բացասական եզրակացություն այն պարագայում, երբ որ այլ եզրակացություն տալու հնարավորություն չկար, եւ պետք է արձանագրենք, որ պետական մարմինները պետք է բացառիկ դեպքերում հնարավորություն ունենան նշանակել պաշտոնի անձանց, ովքեր բարեվարկության նման խնդիրներ ունեն։ Բայց ինչևէ, եւս մեկ անգամ պետք է կրկնեմ, որ շատ դեպքերում նախագիծը դարձել էր նաև անհրաժեշտ, որովհետև օրինակ ազգային ժողովի պարագայում գիտեք, եզրակացությունը բաժանվում է, եզրակացությունը բաժանվում բոլոր պատգամավորներին, կոնֆիդենցիալությունը պահպանելու պահանջ կա, բայց բոլորը գիտեն եւ որևիցե մեկի վրա չկա պարտավորություն դրած ոչ թե չհրապարակելու, այլ չխոսելու դրա մասին եւ չանդրադառնալու դրա տվյալներին։ Ինչևէ, հարակից զեկուցող դրական եզրակացությունի նախագծի վերաբերյալ մենք քննարկել ենք նախագիծը բազում անգամներ, եթե հարցեր ունեք, ինձ ես իրոք պատասխանեմ։ Հարցեր չկան։